Պարոն Խաչատրյան, նախ ձեր խոսքի ինչա ձեզ հայտնի, ինչա կատարվում վաղ առավոտից։ Ինձ հայտնի այն, ինչ որ հայտնի է հանրությանը, առավոտից իրավապահ մարմինները ակնհայտորեն քաղաքական պատվեր կատարելով բռնաճնշումներ են սկսել մեր հայրենակիցների նկատմամբ, ովքեր սրբազան շարժման ակտիվ մասնակիցներ են։ Նիկոլ Փաշինյանի Ստամբուլ գնալուց հետո եւ երեք այդ խայտարակ թղթի կտորը, զավեշտը, պամֆլետը, ֆելետոնը, անուն ինչ ուզում եք դրեք, երկի ցանկ հրապարակելուց հետո ակնհայտ է, Խոսքը հեղափոխության պլանի մասին է։ ինչ որ պլանի տակ գրված թղթի մասին է, ակնհայտ է, որ պետք է այդ բռնաճնշումներն այսօր սկսեին, սա է։ Պարոն Խաչատրյան, հիմք կա նման հեղաշրջման պլանի ներկայացման, որը որ իշխանության կողմից կա, սրա վերաբերյալ էլի, ինչ կասեք։ Չէ, ակնհայտորեն ոչ մի հիմք չկա, գոնե այն թուղթը ինչ որ ես եմ տեսել, ինձ միայն ուղղակի զվարճանք է պատճառել, այդտեղ, չգիտեմ, գոնե հեղաշրջում ասելով մի քիչ այլ բան ես պատկերացնում, այդտեղ կհավաքվեն, կգնանք եւ այլն, ինչ հեղաշրջման մասին է խոսքը, բայց ելի եմ ասում, այն ինչ որ գրված է, երրորդ ալիքին կլինի սա, չգիտեմ ինչ, պարզ է, որ սա ուղղակի թղթի կտոր է, որով իրենց նույնիսկ կարող է հեղինակածը լինի, որպեսզի բռնաճնշումներ սկսեն, սա է իրականություն։ Պարբերաբար ընդդիմության ներկայացուցիչները ասում են, որ պայքարելու ենք, միգուցե պայքարի հիմքում գտել են որևէ այսպես հիմք կամ փաստահեն տար, որի հիման վրա եկել են այս եզրակացության եւ այս ենթադրյալ հեղաշրջման պլանն է ներկայացվել։ Գիտեք, պայքարել է իհարկե պայքարում են, ցանկացած քաղաքական ուժ իրավունք ունի պայքարի, բայց պայքարել եւ ինչ-որ մի հատ թղթի կտոր դեմ տալ ասել սա հեղաշրջման պլան է, ներողություն եմ խնդրում, էլի տարբեր բաներ են։ Իսկ պայքարի իրավունքը ոչ մեկ ժողովրդի ձեռքից չի կարող խլել եւ մենք երբեք չենք ասել, որ մենք հրաժարվում ենք պայքարից։ Եվ պայքարի առաջնորդումից։ Նախորդ անգամ օրեր առաջ կրկին խոզարկություններ եւ այդ ժամանակ 40-ից ավելի եթե չեմ սխալվում ձերբակալված բերման ենթարկվածներ կան։ Այսօր ձեզ հայտնի է նման բան բերման Թվերը չունեմ, գիտեմ, որ մարդկանց ստանում են կալանքի, որոշ մարդկանց ստանում են կալանքի։ Նշեցիք, որ այլ մարդկանց տներում կան, մարզերում կամ այստեղ տեղեկություններ ում բնակարաններում են խոզարկություն իրականացնում։ Անուններ հիմա չեմ ուզում տամ, մեր Սարգսյանի գրենց տանեն, գիտեմ, որ խոզարկություն են արել եւ իրան են կարծեմ տանում կալանքի, նաեւ մեր ընկերներից մի քանի հոգու անուն եմ տեսել։ Այսինքն անուն չեմ ուզում տամ, ու նկատի ունեմ անուններն են, որոնք բոլորը գիտեն։